ժողովի նախագահի մեծարգո տեղակալ Տիկին Հովսեփյան, ես մի քանի պնդումներ կանեմ, խնդրում եմ դուք արձագանքեք, արդյոք համաձայն եք դրանից թե ոչ եւ հիմնավորեք։ Պնդում առաջին. Հայաստանը պետք է այլընտրանքներ ունենա բոլոր հարցերում եւ միշտ։ Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը Հայաստանի համար փակված է։ Պնդում համար երկրորդ. ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցության, իբրև աջակցության միջոց տրամադրվող ինքնավար առևտրային միջոցները ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։ Պնդում երրորդ. ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում առանցքային դրական դեր է ունեցել Հայաստանի արևելյան սահմանների կայունության ու անվտանգության ապահովման գործում։ Պնդում համար 4. Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Կարող եք նշումներ անել, որպեսզի հիշեք։ Կրկնեմ, Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո, երբ Հայաստանը դիմել է։ Խնդրեմ արձագանքեք։ Առաջինը այլընտրանքների, խնդրում եմ, քանի որ շատ էին հարցադրումները, եթե բանը ես նաև կարող եմ դիմել, որ փորձեք նաև լրացնել։ Առաջին հարցը այլընտրանքի մասին էր, չէ, որ այլընտրանքներ ԵՄ-ին եւ գոյություն չունեն, տենց էր առաջին պնդումը, ինչպես էր։ Այո։ Մենք երբ որ ես ներկայացնում էի Ուժեղ Հայաստան կուսակցության արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, ես հստակ ներկայացնում եմ, որ մեկ կախվածությունը, մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով։ Միշտ պետք է դու ունենաս դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհետև մենք գիտենք հենց այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այն խնդրին, որ այս դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով նրանք ստիպված են ճանապարհ փակել, որովհետև այս դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով բերքը մնում է ծառերին եւ ավելին այն գյուղացին, որ ամբողջ տարին աշխատում է եւ չի կարողանում վերջում իրացնել իր աշխատանքը, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ստեղծվել է այսօր։ Երկրորդ հարցը մոնիտորինգի հետ կապված խմբերի Հայաստանում ԵՄ մոնիտորինգային խմբի։ Տեսեք, Հայաստանի անվտանգային համակարգը ընդհանուր, համապարփակ համակարգը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից։ Համոզված եմ, որ մեր անվտանգության ամենաառաջին բաղադրիչը հենց ուժեղ, հզոր հայկական բանակն է։ Եվ մեր ամենաառաջին գործողությունները առաջնային պիտի լինի հենց արդիական ուժեղ բանակ ունենալը։ Դրանք կարող են համալրվել այլ նաև գործիքակազմերով։ Եվ այդ գործիքակազմերը ինչքան արդյունավետ լինեն, այնքան ավելի ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Մյուս հարցը ՀԱՊԿ Ռուսաստան, որ չեն իրականացել Հայաստանի տարածքային ներխուժման։ Այո։ Ես որպես դիվանագետ կողմ եմ, որպեսզի կասկզբունք դիվանագիտության մեջ պակտասում սերվանտա, որ պայմանագրերը պետք է իրականացվեն։ Դա անհերքելի է, դա հենց այն է, ինչին որ պետք է ձգտի ինստիտուցիոնալ դիվանագիտությունը, ոչ թե քամուց փչող, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններում իրարամեջ հայտարարություններ անելով, այլ ինստիտուցիոնալ հետևողական դիվանագիտությունը։ Երբ որ մենք ունենում ենք տարընթերցումներ, մենք եւ ունենում ենք ավարտեք Տիկին արձագանքի կշարունակեմ։ Տիկին Հովսեփյան, ցավում եմ, բայց դուք չպատասխանեցիք հարցերին։ Ես ձեզ ուղիղ հարց էի տվել, ինչպես է գնահատում քաղաքացիական դիտորդական առաքելությունը Եվրամիության։ Բանակը իհարկե պիտի ուժեղացնենք, բայց դուք չպատասխանեցիք, ինչպես է գնահատում։ Դուք չպատասխանեցիք, արդյոք համարում եք, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Հիշեցնեմ, որ ձեր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը անգամ իր հարցազրույցում Պետրոս Ղազարյանին հստակ դիրքորոշում արտահայտել էր սրա շուրջ։
եթե չեք հիշում։ Բայց ժամանակս օգտագոր եւ նաեւ չպատասխանեցիք արևտրային ինքնավար միջոցների հարցին։ Արդյոք դրանք ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։ Բայց ես օգտագործեմ ժամանակս եւ վերջին հարցը հնչեցնեմ։ Մեր հանրության համար կարևորագույն նշանակություն ունի դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի ճամփորդելու հնարավորությունը։ Եվ այս ուղղությամբ մենք սկսել ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը, երկխոսությունը մեկնարկած է եւ տեղյակ եք, որ Հայաստանին է հանձնվել գնահատման առաջին զեկույցը։ Հուսամ ծանոթ եք զեկույցին, խնդրում եմ հնչեցնեք ձեր դիրքորոշումը, արդյոք համաձայն եք զեկույցում Հայաստանին արված գնահատականների հետ։ Նախ մոնիթորինգային խմբի առաքելության մասին իմ պատասխանը ավելի քան սպառիչ էր։ Ես արդեն վաղուց եմ արձանագրել, որ այստեղ կա կոմունիկացիոն շատ լուրջ խնդիր։ Իրապես, ինչ որ մենք այստեղ ասում ենք, ձեզ մոտ ընկալումը կարծես մի քիչ այլ է լինում, ու կամ էլ ինչ որ հայտարարում եք, գալիս եք ասում եք դուք այսպիսի բան եք հայտարարել, այնինչ մենք ընդհանրապես այդպիսի բան չէինք հայտարարում։ Այսինքն այս 3 շաբաթվա ընթացքում արձանագրված կարևորագույն խնդիրներից մեկը հենց այդ կոմունիկացիոն խնդիրն է կարծես թե։ Ինչ մի վերաբերում է վիզաների հարցին, իրականում շատ ցավում եմ, որ եւ հենց սա նաեւ պարոն Շիրազ Մանուկյանի հարցի պատասխանի շարունակությունն է, որ եվրոինտեգրման, եվրոպական միության հետ հարաբերությունների շատ լուրջ մի զանգված մեր հասարակության մոտ ընկալվում է հենց վիզաների ազատականացումը, այնինչ եվրոինտեգրումը սիրելի հայրենակիցներ, ընդգրկում է շատ ավելի մեծ ու շատ ավելի խորը ոլորտներ ու բազմազան, բազմաշերտ հարաբերություններ, որովհետև միայն այդպիսով չի սահմանափակվում։ Կներեք, դուք 30 վայրկյանում 5 հարց եք հնչեցրել, կարծում եմ կարժե մի փոքր սահմանափակել եւ ավելի առաջնային հարցերը, ինչ որ դուք եք կարծում դա տրամադրել, եւ իսկապես ցավում եմ նաեւ այն հանգամանքի համար, որ երբ որ մեր քաղաքացիները ներողություն եմ խնդրում 30 վայրկյան, մեր քաղաքացիները դիմում են վիզաներ ստանալու համար, լրջագույն խնդիր է առաջանում, օրինակ, որ իրենց բանկային հաշվում ունենան որոշակի գումար, եթե գիտեք, որպես այդպիսի հանգամանք է գոյություն ունենում, եւ լրջագույն խնդրի են բախվում մեր քաղաքացիները, որտեղ չունեն այդ գումարները իրենց հաշիվներին։ Եկեք այս մասին մտածենք, թե ինչու է աղքատությունը Հայաստանում այս մակարդակին, որ նրանք ստիպված են դիմել վիզաների համար ու լքել Հայաստանը։ Շնորհակալ եմ, բայց հարցերի 5 հարցեր։ Դե բա այդպես է, ձեր խմբակցության գործընկերներն էլ մեր տեխնացուներին էին 5, 6, 7 հարց տալիս, տենց է, դա պետքա տեղավորվել ժամանակի մեջ, դրա մասին է ազգային ժողովի կանոնակարգը։ Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան, քանի որ ձեր ֆրակցիայի ղեկավարը ոնց որ չի հերթագրվել, ձեզ իր հարցը էլի տամ։ Գրիչ էլի։ Որ արևմուտք ենք մենք դեպի թեքվում, որ երկիրն է մեր արևմուտքում։ Որ երկիրն է։ Որ երկիրն է։ Հասկանալ է ձեր նկատի։ Կասեք երկիրը։ Այսինքն զուգ ասել, որ Թուրքիան է անցել Եվրոպա ճանապարհը։ Հայաստանից, Երևանից ժողովուրդ, որ թեքվում ենք դեպի արևմուտք։ Որ երկիրի սահմանն է։ Թուրքիայի Հանրապետություն։ Այսինքն դրանով են գնալու դեպի արևմուտք եւ երբեք էլ արևմուտքը չենք տեսնելու։ Այդտեղ բան։ Մեր արևմուտքը մեր երկրի։ Ցավոք Հունաստանը չէ։ Հիմա կանգնած են։ Տիկին Հովսեփյան, արդյոք դուք այս ակնարկը կամ ուղիղ խոսքը կիսում եք, որ մենք երբեք էլ Եվրամիություն չենք կարող գնալ, չենք կարող եվրոինտեգրվել, որովհետև ցավոք Հունաստանը չէ մեր արևմուտքում։ Շնորհակալություն։ Կրկին վառապացույցը կոմունիկացիոն խնդրի, իսկապես մենք երբ որ նայում ենք, այսինքն սա օբյեկտիվ իրականություն է, նայում ենք քարտեզ Հայաստան, Հայաստանից արևմուտք, Ժողովուրդ ջան, աշխարհագրության որ դասարանն է, նայում ենք Մի արձագանքեք տեղից, պարոն Գաբրիելյան, շարունակեք Տիկին Հովսեփյան։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան։ Երբ որ նայում ենք իսկապես որերոր դասարանի քարտեզը դասարանի դասագիրքը պետք է բացենք, որ տեսնենք, որ իսկապես Հայաստանի աշխարհագրությունը նայելով, երբ որ մենք նայում ենք դեպի արևմուտք Հայաստանից, դա Թուրքիան է։ Այդտեղից ձեր եզրակացությունը, որն է մեկնաբանությունը, սա այլ հարց է, բայց այն որ իսկապես դա այդպես է, դա անհերքելի է, եթե մենք խոսում ենք այն մասին, որ արդյոք եվրոինտեգրման թեմաներն են քննարկում, ես իմ ելույթում կրկին նշել եմ, եվրոինտեգրումը, եվրոպական միության անդամակցությունը, Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը իրար հետ փոխկապակցված, բայց նույնական չեն։
Մենք կարող ենք ունենալ արևմուտքում հարևան որպես Թուրքիա, բայց կարող ենք խորացնել մեր հարաբերությունները եւ պետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, պետք է խորացնենք եւ ավելի համապարփակ դարձնենք եվրոինտեգրման գործընթացները եւ ինչպես որ երրորդ մակարդակը որ նշեցինք Եվրոպական միության հետ անդամակցության հարցը արդեն երրորդ մակարդակն է գալիս այդ ամենը անելուց հետո մի հատ կհասկանանք մի հատ կվերլուծենք որովհետեւ դա ոչ հիմա որոշելիքն է ոչ էլ կարծում եմ մոտակա տասնամյակների հարց է Եվրոպական միության անդամակցության հարցը ինչպես որ անգամ ձեր ղեկավարը հայտարարեց որ այսօր դա այլընտրանք չէ Արձագանք Տիկին Հովսեփյան, կոմունիկացիայի խնդիր արձանագրելուց առաջ հիշեք ժողովրդական ասույթը, որ ուղիղ խոսքը էշին են ասում։ Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրոինտեգրում, որտեղ մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է, ոնց պետք է ավելի ուղիղ ասել սրա մասին։ Ճիշտ ասացիք, որ հետագայում հարցնելու հարց է Եվրամիության ճանապարհը ի վերջո Եվրամիություն, պարոն կապիտան մի հուշեք, ի վերջո Եվրամիություն անդամակցության դիմում տալիս ենք, թե ոչ, այո, դա մենք ենք ասել։ Հիմա դուք, որպես հավակնորդ այս հանձնաժողովը նախագահելու, ո՞նց եք վերաբերվում Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին, եւ եթե լինի հանրաքվե, ինչպիսի դիրքորոշում կարտահայտեք լինելով հենց դրան միտված հանձնաժողովի նախագահ։ Իմ ամբողջ ելույթը երեք հենց խոսվում էր եվրոինտեգրման կարևորության մասին եւ դուք հիմա պնդում եք որ մենք դեմ ենք եվրոինտեգրմանը շատ հետաքրքիր եզրակացություն է հարցը այն է որ պետք է ընդամենը ավելի երևի ուշադիր լսել երկրորդը երբ որ խոսում եք օրենքի մասին ես օրենքին իհարկե ավելի մանրակրկիտ կանդրադառնամ որովհետեւ մենք փաստացի ունենք մի այնպիսի իրավիճակ որ ունենք օրենք, մեկ տողանոց օրենք առանց հիմնավորումների եւ ունենք մի իրավիճակ, երբ որ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ այդ օրենքում ներառված բովանդակությունը այսօր այլընտրանք չէ։ Այստեղ առաջանում է որոշակի հակասություն, որոշակի չգիտեմ միտումնավոր թե ոչ միտումնավոր դուք ավելի լավ կիմանաք, բայց երբ որ հայտարարվում է, որ չունենալով այս այլընտրանքը անկեղծ չի լինի մեր բնակչությանը նման հարցի առաջ կանգնեցնելը, համարում եմ նաև ոչ անկեղծ ձեր այս հարցադրումը։ Շնորհակալ եմ։ Նոնա Հովանիսյան, Տիկին Հակոբյան տեղից մի ընդհատեք։